Խոսում է խաղաղության համաձայնագրի մասին, իշխանությունն ասում է, որ համաձայնագիրը կնքվի, հնարավոր է խաղաղ համակեցություն լինի, գնալ-գալ լինի, առևտուր լինի, հնարավոր է հաղթահարել այս վիշտը։ Մեռնեմ, թուրքը մնալու է թուրք։ 15 թվականի կոտորածից հետո թուրքը հանդարտվեց, որ հիմա հանդարտվի։ Մենք ճիշտ է, խաղաղասեր մարդիկ ենք, մեր տղերքը իմ համար սրբություն են, բոլորը, անկախ նրանից, թե նա որ կուսակցությունից է, անկախ նրանից ով այդ ղեկավարը, անկախ նրանից, թե նա, եթե նա հայ է, իմ սրբությունն է, բայց թուրքը երբեք չի հանդարտվի թուրքը Հայաստանն է ուզում, թուրքը Արցախը վերցրեց, նա ուղղակի այս բոլորը պաշտպանելու համար, գոնե այս մի թիսողը պաշտպանելու համար մեր տղերքը չեն իմանում ինչ անեն, ոնց անեն, որ այս մի կտորը պաշտպանվի, որ Հայաստան լինի, որ մենք եռագույնը ծածանվի, որ մեր գերբն ու դրոշը, մեր հիմնը հնչի, մեր ժողովուրդն ասի մենք հայրենիք ունենք։ Սփյուռքահայրից էլ եմ շնորհակալ, նրանց կատարած աշխատանքից էլ եմ շնորհակալ, միգուցե հենց ցավը նրանում է, որ մենք խղճով ենք, աղջիկ ջան, մենք խիղճ ունենք ու այդ խղճի համար մենք միշտ տառապել ենք ու տանջվել, ես ոնց կարամ ներեմ, թուրքին ոնց կարամ ներեմ, որպես հայուհի ոնց կարամ ներեմ, այսքան հերոսներին, այսքան Ազիզ Բալեքին տենողը, բայց թուրքին կներեմ,